Փաշինյանը պնդում է, որ պատերազմ չի լինելու, ձեր կարծիքով ինչու է այդքան վստահ։ Որտեղ իրանց հետ պայմանավորվում է, գիտի էլի երբ չի լինելու։ Փաշինյանը պնդում է, որ պատերազմ չի լինելու։ Ես չեմ ուզում քաղաքական։ Պարոն Փամոչյան, հարցում եմ անում, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ պատերազմ չի լինելու, ձեր կարծիքով ինչու է այդքան վստահ։ Որտեվ գնում ենք խաղաղության դրանով։ Բայց ինչու պայմանագիրը այդպես էլ չի կնքում Ադրբեջանը, այդքան ասում ենք, որ պատրաստ է տեքստը, բանակցությունները ավարտված են այդ մասով։ Բանակցություններ են գնում դրա համար էս բայց երկու կողմներ հայտարարեց, որ արդեն բանակցություններն ավարտված են, այդ դեպքում ինչու։ Բանակցությունները, որ հենց ամբողջությամբ կավարտվեն, կկնքվի։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ եթե խաղաղության տեքստը այսպես չհամապատասխանի, Սահմանադրական դատարանը մտածի, որ չի համապատասխանում, սահմանադրական փոփոխություններ կարվեն։ Ձեր կարծիքով ինչ կետեր կար այդ խաղաղության պայմանագրի մեջ, որ չպետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը։ Ցանկացած պայմանագիր կհամապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը։ Կարող է խաղաղության պայմանագրի տեքստը այսպես Հայաստանի համար վտանգավոր ինչ-որ կետեր լինել։ Բնականաբար չի կարող Հայաստանի համար վտանգավոր կետ լինի եւ մենք այդ ստորագրենք։ Իմ կարծիքով է չի լինելու։ Ձեզ որտեղից է վստահությունը։ Ես այդպես ենթադրում եմ, էլի ընդհանուր դժվար լինի պատերազմ։ Բայց օրինակ Ադրբեջանը անընդհատ սրում է իրավիճակը, նույնիսկ խախտում է հրադադարելի։ Երբ են խախտել։ Օրինակ Սյունիքում խնածախում, նաև Տավուշի մարզում։ Այս վերջերս, հա։ Չեմ իմացել, որ խախտել են, բայց դժվար պատերազմ լինի։ Հիմա երևի իմ կարծիքով ծաղկման դարաշրջան է։ Նկատի ունեք խաղաղության պայմանագրը։ Դե ավելի շատ հա երևի որ խաղաղություն կլինի, տնտեսությունը կզարգանա իմ կարծիքով։ Նույնա լավ շինարարություններ են անում սա քաղաքով մեկ։ Երևի լավ կլինի, դժվար պատերազմ լինի։ Ինչ իմանամ ես դրսից մեկը ոչինչ տեղեկություն չունեմ։ Չնայած ունենք լուրերի շատ տեղեկություններ ունենք, մենք էլ հույս ունենանք, որ պատերազմ չի լինի, մեզ ճայելությունը չի կնակորճի, ավելի լավ է մենք խաղաղ, հանգիստ, մեզ համար զարկ տանք, մեր տնտեսությանը, մեր զենքի արտադրությանը, զարկ տանք մեր լավ գլուխ ունեցող երեխաների զարգացմանը եւ ուսմանը։ Այդքան բանը եթե մենք զարկ տանք, ամեն ինչն է լավ կլինի, առանց պատերազմի խնդրեմ։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Պոլիտիկայով չեմ հետաքրքրվում։ Իսկ ձեր կարծիքով հավանական է որ պատերազմը որ պատերազմը նորից լինի, հավանական է։ Ինչի՞ սա եզրակացություն որ չի լինելու։ Քարտ առաջանում։ Կռիվ լինելու, անպայման լինելու։ Իրան լինելը կլինի, թե չէ չի ման։ Օրինակ համար եթե ուրիշ ձևի լիներ, կլիներ։ Իրանք չնասում են, որ կարող է ասենք Ղարաբաղը միան Ադրբեջանի մարդիկ ապրեն, բայց իրավիճակն է սա, որ ինչքան հնարավոր է հեռու ճանապարհներով են գնում, էլի իրանց աշխատանքի գալիս ու բարդ իրավիճակ է ստացվում։ Աստորեն կռիվ կլինի, թե չէ, դուսա գալիս էլի կռիվ է լինում, էլի այս է։ Ամեն մաս հարցեր եք տալի։ Գներեք ես սպիրկից եմ ավելի լավ չեմ ոչինչ։ Հարցը այնքան խորքային է գալիս, եթե չլինեին շները հին, չէ լինի Փաշինյանը, ես դա կասեմ։ Եթե չլինեին Ռոբերտ Սերժ եւ Լևոնը, չէ լինի Փաշինյանը։ Փաշինյանին իրեկն է բերել, որ ամեն ինչ էշի գլխին փախտել։ Ես Փաշինյանի անունը չեմ ուզում ընդհանրապես լսեմ, ոչ էլ տեսնեմ։ Նա հիվանդ է։ Ինչու։ Ինչ ասեմ։ Ես չգիտեմ։ Պատերազմ լինելու է թե չէ։ Որովհետև կարող է չլինի։ Նա առանց պատերազմի ինչ որ ուզում է վերցնում է Փաշինյանից։ Կարող է եւ պատերազմ չանի գան Հայաստանը։ Դե ուրեմն մի բան գիտի որ պնդում է, չէ։ Փաշինյանին ուր ախել որ պնդի կամ չպնդի։ Որովհետև հայ ժողովուրդը ուզում են չլինի, ինքն էլ ասում չի լինի ու չի լինելու։ Հաստատելու է խաղաղություն ասնի գնա։ Եկեք լավը տրամադրվենք։ Ձեզ թվում է մենք պատերազմ ենք։ Չէ, ոչ մեկն էլ չի ուզում, այդքան տվեցինք, երիք չէր։ Ռուսաստանն այդքան տարավ, երիք չէր։ Հողեր տվեց, երիք չի։ Մենք չենք ուզում, մեր ղեկավարն չի ուզում, ապրի մեր ղեկավարը։ Եկեք ինձ մի ընդգրկեք այդ հարցերը։